Բուրժուա դեմոկրատական հեղափոխությունը Լևոն Տեր-Պետրոսյանի համար իդեա ֆիքս է դարձել 2013 թվականից սկսած հակառաջնորդն ու ինչպես իր համակիրների շրջանում է ընդունված ասել հիմնադիր նախագահը ոգևորված վրացական Իվանիշվիլիով նման մի օպերացիա է պլանավորում Հայաստանի համար։ Այն ժամանակ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի միջոցով էր ուզում անել, տապալվեց։ Հիմա էլ օլիգարխ Սամվել Կարապետյանի հույսով է։ Իր ունեցվածքն ամբողջությամբ Ռուսաստանում դիզած գրպանում մի քանի պետության անձնագիր ունեցող Կարապետյանն ըստ հակառաջնորդի ինքնաբավ անձնավորություն է։ Բառակտված ընդդիմությանը կարող է համախմբել, ինչի հետևանքով էլ ազգը կփրկվի։ Պատմաբան Պաշտպան Հայրենյաց ազգային մշակութային հիմնադրամի ղեկավար Գագիկ Սաֆարյանն ասում է. դժվար է խոսել մի մարդու մասին, ում իշխանության օրոք հիմք են դրվել բազմաթիվ ոճրագործությունների եւ ով այդպես էլ չի ընդունել իր քաղաքական սխալները։ Ես նաեւ պիտի լինեի ներողություն եմ խնդրում թաղման բյուրոյի նախագահ, որպեսզի կարողանամ բնութագրեմ ուրեմն զառամյալ, զառամախտող տարապած մարդկանց, զառամախտող տարապող մարդկանց կենսակերպը եւ նրանց գործունեությունը։ Մյուս նախագահների հետ կապված ես պիտի լինեմ ուրեմն քրեաօլիգարխիկ քրեական հանցաշխարհի ներկայացուցիչ կամ Հայաստանի հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ կամ հանրապետության գլխավոր դատախազ, որպեսզի ես բոլոր փաստերը համադրեմ, ինչի մասին պետք է խոսի Լևոն Տեր-Պետրոսյանը, երբ իր ժամանակ այսպես թուրքմենական գազի հետ կապված բարտեր էին անում իտերա կազմակերպության միջոցով, երբ Հայաստանը կրեց այդ տարիների ռեկորդային շուրջ 150 միլիոն դոլարին հասնող վնաս։ Ով ինչ ասեք գնաց այդպիսի փոխանակման բարտերի ճանապարհով։ Ինչի մասին պիտի խոսի Լևոն Տեր-Պետրոսյանը, երբ ինքը դեռևս լինելով երկրի ընտրված նախագահ, բայց իրականությունից հեռու էր։ Իր իշխանության ժամանակ, իր կառավարման ժամանակ կառավարությունը ուներ 4 թև։ Չեմ ուզում նորից անդրադառնալ, դրանք հայտնի ճշմարտություններ են, եւ ես պիտի ասեմ վերջին հաշվով նա 2016 թվականին ՊՊՑ-ի գնդի գրաման ժամանակ նա ինքը կոչ արեց, որպեսզի ուրեմն ՊՊՑ-ի գնդի գրավողները, որոնց ես ունեմ իրենց հանդեպ ծայրահեղ բացասական կարծիք, որովհետեւ այդ զոհերն էլ ես համարում եմ շատ ուրեմն նվիրված հայորդիներ, ոստիկանները, որոնք մասնակցել են Արցախյան պատերազմին, Արթուր ուրեմն Վանոյանը եւ մյուսները, եւ ես այդ գործարքը եւ այդ գործողությունները համարում եմ ահաբեկչական գործողություններ։ Բայց նա կոչ արեց Ժիրայր Սեֆելյանին համախմբվի պետականության շուրջը։ Այն ժամանակ, երբ որ երկրի նախագահը Սերժ Սարգսյանն էր իշխանության շուրջը, դուք պատկերացնում եք կոչ է անում համախմբել մի մարդու շուրջը, որ եթե եւս 3 տարի երկիրը գոյատևեր նրա իշխանության եւ կառավարման ժամանակ այդ մարդու, առնվազն Հայաստանի Հանրապետությունը որպես պետություն երկրի երեսից ուրեմն վերացված է լինել։ 2013-ից 2015 թվականներին Լևոն Տեր-Պետրոսյանը Հայաստանը Սերժ Սարգսյանից էր ուզում փրկել, հավանաբար նկատի ունենալով կեղծված ընտրություններով, մարտի 1-ի իրադարձություններով նախագահի աթոռը ստանձնելը, երկրում վխտացող կոռուպցիայի ահասարսուռ մակարդակը, ժողովրդավարության անկումը, բռնաճնշումները, քրեաօլիգարխիկ համակարգը, սոցիալ-տնտեսական վատթարացող իրավիճակը։ Հիմա ումից եւ ինչից է ուզում փրկել, հարցադրում է անում Գագիկ Սաֆարյանը։ Նա ասում է, որ Սամվել Կարապետյանը ինքնաբավ մավթ է, կայացած գործարար է, հաջողակ գործարար է եւ Հայաստանի քաղաքական դաշտը, հիմա անդիմադիր դաշտը, եթե համախմբվի Սամվել Կարապետյանի շուրջը, կոնկրետ եմ ասում, ապա մենք կարող ենք ազատվել Նիկոլ Փաշինյանի իշխանությունից կամ օրվա քաղաքական իշխանությունից։ Հիմա ես ասում եմ, համախմբվեն Սամվել Կարապետյանի շուրջ ինչ անեն, որպեսզի վերացնեն ուրեմն պետպատվերով եւ անվճար բուժօգնությունը։ Համախմբվեն Սամվել Կարապետյանի շուրջը ինչ անեն, որպեսզի Հայաստանի իրավական համակարգում նորից տիրի քրեաօլիգարխիկ վիճակը եւ հանցաշխարհը գլուխ անի։ Համախմբվեն Սամվել Կարապետյանի շուրջը, որպեսզի թոշակները չբարձրանա։ Համախմբվեն Սամվել Կարապետյանի շուրջը, քանզի մի քանի տարի տևած Թվերի դեմ պայքարը նորից նետվի անդունդ։ Համախմբվեն Սամվել Կարապետյանի շուրջը, որպեսզի տասնամյակներ շարունակ երկրում տիրած տերորը, քաղաքական սպանությունները, որը սկիզբ բերել հենց առաջին նախագահի ժամանակ, եւ ինքը նաեւ շատ դեպքերում խրախուսել է այդ մարդկանց, համախմբել, որպեսզի տերորը եւ ուրեմն կազմակերպված պետության կողմից կազմակերպված քաղաքական սպանությունները
վերստին կրկնվեն, գլուխ անեն, համախմբվեն Լևոն Տեր-Պետրոսյանի շուրջը, որպեսզի բանակը նորից շարունակեն, Սամվել Կարապետյանի շուրջը, որպեսզի նորից բանակը շարունակեն թալանել, համախմբվեն Սամվել Կարապետյանի շուրջը, որպեսզի արևմտյան հարթակները, Միացյալ Նահանգները, Եվրամիությունը, առաջադիմական բոլոր կառույցները վերջնականապես երես թեքեն Հայաստանից, համախմբվեն Սամվել Կարապետյանի շուրջը, որպեսզի մեր երկրի քաղաքական այրերը ամբողջովին սնուցվեն օտար երկրյա աղբյուրներից, օրվա ընտրված օրինական ժողովրդավար ճանապարհով ընտրված կառավարությունը տապալելու համար։ Նա կարող է ասել նաև համախմբվեն նաև նախկին ուժերին, բայց ես կարող եմ ասել, որ նախկին ուժերը, նախկին նախագահների գլխավորությամբ համախմբվելու միայն մի տեղ ունեն, դրանք ազատազրկման վայրերն են։ Նրանք կարող են միայն համախմբվել քրեացին վիճակը ուժեղացնելու, մարդասպանությունը, քաղաքական պատվերներով սպանությունները վերստին ակտիվացնելու, տնտեսական թալանը հզորացնելու առումով բանակը եւ բյուջեն ուրեմն անվերահսկելի կերպով թալանելու համար։ Ինչու Իվանիշվիլի օրինակը հանգիստ չի տալիս առաջին նախագահին եւ ինչու պետական ամեն դիրքորոշում ունենալու փոխարեն Տեր-Պետրոսյանը պարբերաբար փորձում իշխանության մի ռուսամետ օլիգարխի բերել։ Իվանիշվիլին ինչով է ոգեշնչել հիմնադիր նախագահին։ Կարծեք թե Իվանիշվիլին Վրաստանում սպասում է, որ Լևոն Տեր-Պետրոսյանը մեկ Ծառուկյանին համեմատի նրա հետ, մեկ ուրեմն Սամվել Կարապետյանին համեմատի նրա հետ, մեկ չգիտեմ ում համեմատի։ Տեսեք, ես ասում եմ ու կրկին շարունակում եմ, որ առհասարակ ես ինքս գտնում եմ, որ Հայաստանի Հանրապետությունը պիտի օրենք ընդունի երկրի զառամյալ նախագահներին, ուրեմն քրեական, ուրեմն անցյալով, թալանով, որոնց գործունեությունը անհարիր է հայ ժողովրդի հոգևոր արժի համակարգին, երկրի ուրեմն արդարադատությունը եւ ուրեմն սահմանադրական նորմ պիտի լինի, որ այսպիսի մարդկանց վերջնականապես արգել են զբաղվելու քաղաքականությամբ, որովհետեւ ասում եմ նրանք աչքը շինելու տեղ ունքնել են, ուրեմն փչացնում իմ խորին համոզմամբ ես գտնում եմ, որ Լևոն Տեր-Պետրոսյանը իրականության զգացումը կորցրել է, որ նա առհասարակ չունի, ներկայումս դա այդպես է, բայց որ նա այն ժամանակ էլ իր նախագահության տարիներին կորցրել է իրականության, եթե կորցրել է իրականության զգացումը, այստեղ երկու կարծիք լինել չի կարող։ Նա նույնիսկ ավելին է կորցրել իրականության զգացումը, երբ որ 1996 թվականին ուրեմն ուժային կառույցների թելադրանքով կեղծեց ընտրությունները։ Առաջինը, երբ որ զենք են բարձրացրել մեր ժողովրդի դեմ, դա եղել է 1995-96 թվականներին Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանության ժամանակ նրա իշխանությունը հարատևելու մոլուցքով տարված քաղաքական ուժերը, որոնք դրդել են, որպեսզի Լևոն Տեր-Պետրոսյանը մնա իշխանության գլուխ։ Եվ ես կարող եմ մեկ-մեկ անուններ տալ. Մանվել Գրիգորյան, Բուրնաշը, Աշոտ Աղաբաբյանը, Ալիկ Պետրոսյանը, էլի շատ մարդիկ, Ռոմեն Ղազարյանը, նրա անվտանգության ծառայության ղեկավարը։ Պատմաբանը համոզված է, այն ժողովրդավարությունը, որ հաստատվել է 2018 թվականից ի վեր եւ այն բարեփոխումները, որ անում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, թույլ են տալիս ասել, որ այս իշխանության քայլերը միտված են հանուն Հայաստանի Հանրապետության բարօրության։ Ներկայիս կառավարության գործընթացը այս բոլոր ոլորտներում անշրջելի է եւ իմացած եղեք, որ նաեւ այսպիսի ուրեմն զարհուրելի ասեմ եւ զավեշտալի ասեմ եւ նողկալի հայտարարությունները չեն կարողանալու ստվեր գցել ներկա կառավարության գործունեության վրա եւ հատկապես 2026 թվականի համապետական ընտրություններում վստահաբար ասում եմ, որ կառավարությունը եւ քաղաքական ուժը ներկայիս ունենալու են անպայման մեծ հաջողություն։ Հավանիչ տեսանյութ եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։